Վերջին օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բավական հետաքրքիր հայտարարություններ իրականացրեց նախ Արցախյան հիմնահարցի շուրջ եւ այնուհետեւ Ռուսաստանի վերաբերյալ խոսելով Արցախյան հիմնախնդրի մասին նա նշեց, որ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ամեն ինչ անում էին, որպեսզի Լեռնային Ղարաբաղը մնար հայկական եւ ստիպում էին ադրբեջանցիներին, որպեսզի բավարարվեն ընդհանրապես 5+2 տարբերակով, որին Ալիևի բառերով իրենք երբևէ չէին համաձայնել։ Սա իր խոսքերն են եւ ըստ էության Ալիևը բավական հետաքրքիր բացահայտում է անում, նշելով, որ ԵԱԿ Մինսկի խմբի գործունեությունը 30 տարվա կտրվածքով ամբողջովին տեղավորվել է հայկական շահերի տիրույթում։ Դա ըստ էության հակոտնյա է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ 96 թվականից օրինակ դեռևս Արցախը արդեն իսկ հանձնված էր, ուղղակի ժողովրդին դրա մասին չէին ասում։ Դե հիմա սա եւս մեկ անգամ ցավալիորեն եմ սա իհարկե ասում, որ Ալիևը պիտի հաստատի, որպեսզի մարդիկ հասկանան ինչի մասին է։ Մենք սրա մասին շատ ենք խոսել, էլի։ Ընդհանրապես եւ քաղաքագետները, եւ վերլուծաբանները, եւ դիվանագետները քանի անգամ են այս հարցին անդրադարձել, որ այն ինչ որ Նիկոլի շուրթերից է հնչում կապված Արցախյան հիմնահարցի մեջ, տոտալ սուտ է, այսինքն ոտքից գլուխ կեղծիք է։ Դա ինքը եթե գնա ինչ-որ բացատրի M մարդկանց, ովքեր հարյուրավոր կիլոմետրերով հեռու են եղել ընդհանրապես Արցախյան հիմնահարցից եւ զարգացումներից, ինչ-որ տեղ միգուցե կհասկանան, բայց ում եք փորձում ինչ ասել մարդկանց, ովքեր որ ներգրավված են եղել այս ամեն ինչի մեջ եւ ներսից են հրաշալի տիրապետում ընդհանրապես Արցախյան հիմնահարցը, ինչպես է սկսել, ինչպես է զարգացում ունեցել, որտեղ է հասել, ինչ կետերի է հասել։ Այո, Ալիևի ասացի մեջ բնականաբար ճշմարտությունը կա այն իմաստով, որ նա հաստատում է այն ինչ որ մենք անընդհատ այս տարիների ընթացքում փորձել ենք մեր հասարակությանն ավելի լայն շերտերին բացատրել։ Որևէ նորություն չի բերում ինքը, հասկանում եք, մեկ էլ իմ մոտ զարմանք է, էլի նեղացած է լինում այդ պահին, ասենք Նիկոլիից, ինչ որ ճմկտելու խնդիր ունի հերթական, ուզում է հերթական այդ ձեռառնոցին բարձրացնի, ասելով որ տես sense բաներ եմ սկսելու խոսալ, ամպլիտուդը ավելի կբարձրացնեմ, քեզ համար շատ լուրջ վարկանիշային խնդիր ես ունենալու քո երկրում։ Ես ուղղակի չեմ կարողանում էլի պատկերացնել, մեկ-մեկ sense նայում եմ, կարծես թե իրանք երջանիկ են եւ ոտու ձեռով պիտի ուրախ լինեն, որ Նիկոլի նման մեկը կա, որին հենց իրենք էլ աճացրել են, իրենք էլ թեվթիկունք են եղել, որ ինքը բերի այս կետին հասցնի եւ Նիկոլի վարած քաղաքականությունը ու արած քայլերը ուղղակիորեն իրանց համար մեծագույն նվեր է, բայց մեկ-մեկ ուզում եմ հասկանալ, լավ, այս խայթոցներով, խփելով, շատ դեպքերում ուղղակի ճակատին, շատ դեպքերում մեջից, ասենք Ալիևը ինչ է հետը։ Այո, կա, այդ ամեն ինչը փաթեթային կա, Դավիթ ջան, միանշանակ կա։ Օր առաջ անելու, որ մեզ չի հետաքրում, դու սահմանադրական մեծամասնություն ունենալու ես, չէ, գտի ճանապարհը, խոստացել ես, այդ պահանջը պիտի կատարես եւ անընդհատ է դա լինելու գնալով շատ ավելի շատ պիտի խոսեն, շատ ավելի կոշտ ձևերով պիտի խոսեն։ Այո, երբ որ դու չկաս, գոյություն չունես, այն որ այդ խոսքով արդեն ասում է, իսկով ասած որ երկխոսություն է եղել իմ եւ Փաշինյանի մոնոլոգ է եղել է մոնոլոգ, ես եմ որոշել 4 գյուղերի ճակատագիրը, այդպես էլ եղել է։